Արդյոք Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներին, նախորդ անգամ վարչապետը պարոն Միրզյան ընդհանուր գծերով Հայաստանի մոտեցումները բարձրաձայնել էր, ընդունելի է խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելը, սահմանազատված հատվածներում էլ դիտորդների չտեղակայումը, եթե պայմանագիրը ստորագրված չէ, նշանակում է Ադրբեջանը անհամաձայնություններ ունի, այս դեպքում հայկական մոտեցումները կխնդրեի ասել ինչպես են փոխվել եւ արդյոք փոխվել են, արդյոք հայկական կողմը համաձայն է օրինակ հայցերը հետ քաշել նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում կարծում եմ, որ ձեր բարձրացրած հարցերի պատասխանները կարող ենք հենց հարցի ձևակերպումների մեջ գտնել։ Երևույթները, որոնք դուք նշեցիք եւ մի շարք այլ հարցեր, քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում եւ հետեւաբար եթե համաձայնեցվում են, կարող են եւ պարտադիր պետք է կիրառվեն պայմանագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։ Այո, մենք քննարկում ենք նաեւ այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին 3-րդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը եւ եթե համաձայնվեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման, մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի, 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք եւ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը եւ ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման, համաձայնեցման ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, համապատասխանում են մեր խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը եւ Հայաստանի Հանրապետության շահերին։